Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցելությունը Ղազախստանի Հանրապետություն սկիզբ արած է գահիտնեն նախարարութենեն։ Գայացած է Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյանի Ղազախստանի փոխվարչապետ արտաքին գործոստնախարար Մուրադ Նուրտլեյով առանձնազրույցը։ Եթե Ադրբեջանը գուզե վերջ դնել ՀՀԳ Մինսկի գոյության, ապա ամենեն դրամապանական եւ օրինավոր Ջամփան համաձայնագիրի ստորագրությունն է։ Վիեննայի մեջ հայտարարեց փոխարտաքին գործոստնախարար Ռոբերտ Ապիսողովյան Հայաստանի խնդրանքով հրավիրված ՀՀԳ մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ։ Անշեշտած է Մինսկի գործընթացի գարուսներու հետակա գործունեության գարիք չլարային բահեն, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի պաշտոնական եւ համագարկված կերպով արձանագրելով հագամարտության ավարտը։ Անդրադառնալով Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի Ապիսողովյան նախ վկայագործած է Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբեր 26-ի որոշումը, ապա շեշտած Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չի պարունակեր որևէ թրույթ, որը կրնա ենթադրել տարածքային պահանջ որևէ երրորդ երկրի նկատմամբ։ Միևնույն ժամանակ փոխարտաքին գործոստնախարարը նկատել տված է, թե իրականության մեջ մտահոգություն կառաջացնի Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն թրույթներ կպարունակե, որոնք ենթադրեն տարածքային հավակնություններ Հայաստանի նկատմամբ։ Գազայի հատվածին ռազմական գործողությունները կշարունակվին, հայտարարած է Իսրայելի վարչապետը, եթե Համաս հրաժարի ազատ արձակել մեր պատանդները, մենք ավելի հզոր ճնշում պիտի գործադրենք, նախազգուշացուցած է Բենյամին Նեթանյահուն, անավելցուցած է, որ Իսրայելի ուժերը ավելի շատ տարածքներ պիտի զավթեն։ Վարչապետը նաև հայտնած է, որ Գազայի հատվածին աննախադեպ երթեր տեղի կունենան, անոր խոսքով մարդիկ կուզեն, որ Համաս հեռանա։ Իսրայելի բանակը վերսկսած է Գազայի մեջ ռազմական գործողությունները մարտ 18-ին, բացի օդային հարվածներեն գիրականացվին Կային գործողություններ հայտնի է խաղաղ բնակչության շրջանի մեջ դժվարներու մասին 2023 թվականի հոկտեմբերին ի վեր զոհերու թիվը հասած է 50,000-ի, վիրավորներ 114,000։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն Փարիզի մեջ Ուկրաինայ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման հայտարարած է Ուկրաինայ 2 միլիարդ եվրո լրացուցիչ ռազմական աջակցություն դրամատրելու մասին։ Մակրոնի խոսքով փաթեթի մեջ ներառված են հագատանկային հրթիռներ, հագաուտային պաշտպանիչ սարքեր, ինչպես նաև զրահամեքենաներ։ Զելենսկիին հետ համատեղ մամլոասուլիսի ժամանակ Մակրոն ասաց է, որ Ռուսաստան պետք է համաձայնի Ուկրաինայ մեջ 30 օրվան զինադատարին առանց նախապայմաններում։ Ֆրանսիայի նախագահը նաև մեղադրած է Մոսկվան դերևս պատերազմի կամք դրսևորելու համար եւ ասաց է, որ այժմ վճռական փուլ է մարտերը թատրեցնելու համար։ Վարշավայի մեջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն հայտարարած է, մեր դաշինքի անդամ պետություններն որևէ մեկուն դեմ հարձակումի պատասխանը գործանարար պիտի լա։ Վլադիմիր Պուտին կամ որևէ այլ գործիչ, որ պիտի փորձե նման քայլի դիմել, պետք է հստակ ըմբռնե, որ մեր պատասխանը շատ հզոր պիտի լա, նշած է Ռյութեն Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկի հետ բանակցություններու ավարտին։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հրապարակային քովապանեց Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցություն հայտնելով կառավարության, որը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ցերպակալութենեն հետո փախում գունենա զանգվածային հակակառավարական ցույցերու եւ շուկայի անգայունության աճին։ Այս մասին գրած է Bloomberg, լավ դեղ լավ առաջնորդ, ասաց է Թրամփ տարբեր երկիրներու մեջ Ամերիկայի տեսփանի տեխնատուներու հետ հանդիպման ժամանակ։ Գրինլանդը Ամերիկային հարգավոր է համաշխարհային անվտանգությունը ապահովելու համար։ Աշխարհը, ինչպես նաև Դանիմարկը շահագրգռված է, որ Գրինլանդը պատկանի Միացյալ Նահանգներուն, հայտարարած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Սպիտակ տան մեջ լրագրողներուն հետ զրույցին։ Թրամփն նշած է, որ Գրինլանդի մերձակայքին գնավարգեն ռուսական եւ չինական նավերը, ուստի Ամերիկան պետք է այնտեղ լա։ Եթե մենք այնտեղ չլանք, չենք կրնար ապահովել ազգային կամ միջազգային անվտանգություն, ընդգծած է Թրամփ։ Ձեզի հետ էր Անի Զեյթունցյանը։